Եվրոմիության անդամ երկրի դեսպանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կեղծիքներից մեկը։ ԵՄ-ին անդամակցելու օրակարգ Հայաստան Եվրոմիություն հարաբերություններում չկա։ Եկեք лысենք Եվրոմիության անդամ Չեխիայի դեսպանի հարցադրույցից մի փոքրիկ հատված։ Просто пока членство Армении в Европейском Союзе не обсуждаются как таково. Мы просто обсуждаем, как сделать так, чтобы Армения и Европейский Союз стали ближе, чтобы просто сотрудничали больше. Да? Но всем ответственным политикам в Армении ясно, что есть некоторые принципы, которые просто невозможно разделять. Да? А если ты членом просто одного объединения, ты не можешь быть членом вот другого объединения. Ինչ է ասում Պետր Պերունչիկը։ Իրականում այն ինչ գոյություն ունի, այո, Երևանի եւ Բրյուսելի միջև կան ակտիվ շփումներ, ակտիվ համագործակցություն, բայց ոչ թե Եվրոմիության անդամակցության վերաբերյալ, այլ համագործակցությունը խորացնելու։ Սա չափազանց կարևոր է, որովհետեւ իշխանությունները հատկապես նախընտրական փուլում փորձելու են քաղաքացիներին համոզեն, որ վաղը մյուս օրը ընտրություններից հետո Հայաստանը անմիջապես դառնալու է Եվրոմիության անդամ։ Իրականում նաեւ ասենք հետեւյալը, ոչ բոլորն են պարոն Պերունչիկի պես անկեղծ, օրինակ Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը տեղի ունենալու 26 թվականին Երևանում իշխանությունները փորձելու են ներկայացնել հետևյալ կերպ, դե թե մենք չենք դառնում Եվրոմիության անդամ, Եվրոմիությունն է գալիս մեզ մոտ, բայց իրականությունը կայանում է հետևյալին. Եվրոմիության անդամակցության օրակարգ այս պահի դրությամբ գոյություն չունի։ Մնում է միայն պարոն Պերունչիկին չասեն, որ նայել է ԿԳԲ-ի գործակալ։ Մեր իշխանությունները սիրում են դա անել։